Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում հյուրընկալվել է պարուհի դերասանուհի Մանո Գրիգորյանը։ Ողջույն Մանո ջան։ Ողջույն։ Գիտեք, որ արդեն միշտ այդ պարուհին առանձնահատուկ ներկայացնելիս ասում են մի փոքր համ իմ համար սենց օտար է դառը, բայց միևնույն ժամանակ շատ հարազատ ինչ-որ բան սենց միանգամից այդ խոսքը կպավ սրտիս։ Իրականում ես էլ այդքան քաջատեղյակ չէի, որ հենց պրոֆեսիոնալ պարով զբաղվել եք։ Մի փոքր երևի խոսենք սկզբից դրա մասին, թե ինչպես պարից անցում կատարեցիք դեպի բեմ։ Իրականում իմ կյանքի ավելի մեծ հատվածը նվիրված է եղել պարին, որովհետև ես 6 տարեկանից պարել եմ, սկզբից ինքնագործ, հետո արդեն 12 տարեկանում ընդունվեցի պարարվեստի բարեկամություն պետական անսամբլի կից ստուդիան, որտեղ 5 տարի ուսուցանելուց հետո ոնց որ ավարտեցի եւ արդեն որպես պարուհի պրոֆեսիոնալ մոտավորապես 8 տարի պարել եմ, եթե ոչ ավել, մի քիչ թվերի հետ խնդիր ունեմ, լավ չեմ հիշում, բարեկամություն պետական անսամբլում, բայց դրան զուգահեռ, չնայած որ չգիտեմ ովքեր որ գիտեն, այդ խմբում պարելը շատ դժվար է եւ Նորայր Մեհրաբյանը շատ խիստ է ու ժամային հատվածն էլ այնպես էր, որ դա պետական աշխատանք էր, մոտապես ժամը 12-ից ժամը 4-ն էր, հիմնականում բոլորս խնդիր ունեինք սովորելու հետ կապված, իսկ ինքն էլ ոչ մի ձև չէր զիջում, բայց ես հասկացա, որ անկախ ամեն ինչից, ինչքան էլ որ շատ էի սիրում պարը, այդ պահին իմ ամբողջ ապագան միայն տեսնում էի բարեկամություն անսամբլից, բայց հասկացա, որ իրենքից ինչ-որ երկրորդ մասնագիտություն է պետք, ու անպայման դա պետք է ոչ թե բժշկություն լիներ կամ ինչ-որ բան, այլ արվեստի հետ կապված, սկզբից մտածում էի, որ շարունակեմ, ասենք, ինչ-որ բալետմեստրի մասնագիտականով, բայց հասկացա, որ կարելի է ոնց որ էլի որ արվեստի մեջ լինի, բայց ինչ-որ մի նոր բան, ու շատ հետաքրքիր եղավ այդ անցումը, ինչպես ընդունվեցի Թատերական ինստիտուտ, էլի բարեկամություն պետական անսամբլի հետ պարում էինք հունվարի 3-ին Սուրբ Ծնունդի հետ կապված շատ գեղեցիկ ներկայացում, որտեղ նաև զբաղված էին Թատերական ինստիտուտի մի շարք ուսանողներ եւ այնտեղ 4-րդ կուրսի մի շատ տաղանդավոր երիտասարդ տղա, այդ ժամանակ հեռախոսներ չկար, արդեն գիշերը ժամը երևի 1-ի կողմերն էինք, մենք փորձ էինք անում, ու ես ինչ-որ մի ձև հնարք էի գտնում, որ զանգեի մայրիկիս ասեի, որ չանհանգստանա, այնքան եմ հիշում, ինչ-որ տենց հեռախոսով ընդեղ տենց պատին կպած հեռախոսներ կային, չգիտեմ դու քանի տարեկան ես կհիշես թե չէ, քո կյանքում դա եղել է թե ոչ։ Ու հայլի էր, ու այդ խոսակցության ընթացքում տենց համ խոսում էի, համ հայլու մեջ նայում էի, ինչ-որ տենց չգիտեմ, թիթիզություններ էի անում, ու ուսանողներից մեկը նկատեց, հենց հեռախոսը դրեցի, ասաց դուք ինչի Թատերական ինստիտուտ չեք ընդունում, ու իրականում իմ մտքի ծայրով երբեք չէր անցել, որովհետև դերասանի մասնագիտությունը ինձ համար սենց հեռու երազանքի պես մի բան էր, կան չէ, մեր ընտանիքներում կարծրատիպ էր, որ այնտեղ մենակ դերասանի երեխաներն են սովորում, դու պետք է ինչ-որ գերտաղանդավոր լինես, ես չեմ կարող ասել, որ տենց դերասանական փայլուն ինչ-որ բնավորության գծերով էի հայտ գալիս, մի խոսքով, որ տենց ասես մտածի, բայց ինչու՞ չի, ասաց, ես քո հետ կպարապեմ։ Եկա տուն, ասաց, ես որոշել եմ ընդունում Թատերական ինստիտուտ ու ավանդական ընտանիք, ոնց մեր աղջիկը սկսեցին դերասանների մասին ոչ այդքան հաճելի պատմություններ պատմել, իրանք շատ ազատ են, նախ դու չես կարա, մի խոսքով, լիքը չէ, իսկ ինչ չի կարելի ասել, չէ։ Այսինքն թող ձեր ասածը լինի, բայց ես կանեմ այնպես, ինչպես որ ես եմ ուզում, եւ մի խոսքով ընդունվեցի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ, ոնց որ պարարվեստի հետ զուգահեռ։ Իրականում պարարվեստում արդեն որոշակիորեն դուք ձևավորել եք ձեր տեղը, ունեիք խորարմատներ, վախենալու չէր, որ պետք է գնայիք մի տեղ, որտեղ իրականում անորոշություն էր ու չգիտեիք արդյոք կհաջողի թե չէ։ Պատկերացեք ոչ թե վախենալու էր, ավելի շատ պատասխանատվության զգացողությունն էր մեծ, որովհետև արդեն իսկ երբ որ մտնում էիր Թատերական ինստիտուտ ու գիտեին, որ դու Նորայր Մեհրաբյանի պարուհին ես, դա քո համար արդեն ինչ-որ մի հատ աստիճան էր, որ դու ավելի բարձր ես, այն առումով, որ ոչ թե ավելի լավն ես, քան մնացածը, այլ դու պետք է արդարացնես այդ անունը, որտեղ որ դու կաս, ու իրականում մենք արդեն բավականին սենց պատրաստված էինք
մտնում արդեն թատերական ինստիտուտ, որովհետև այդ դիսցիպլինան, որը մեզ տալիս էր Նորար Մեհրաբյանը, ամենտեղ ինձ միջև այսօր շատ օգնում է ու միջև կյանքիս վերջ շնորհակալ եմ լինելու այդ դպրոցի համար, որտեղ որ ձևավորվեց իմ բնավորության լավ կայուն պատասխանատու գծերը հենց այդ անսամբլում։ Չէ, չկար վախ նորության նկատմամբ, այլ ընդհակառակը ես հասկանում էի դա ինձ ավելի կօգնի զարգանալու, արվեստը ավելի լայն կերպով ընկալելու եւ հետագայում իմ մասնագիտության մեջ արդեն երբ որ մասնագիտություն, որը դառավ բիզնես, ես հասկացա ինչքան ճիշտ ընտրություն կատարեցի, որ ոչ թե ավելի շատ ոնց որ ուղղությունս գնաց դեպի պարը մասնագիտական, այլ փորձեցի նաև երկրորդ մասնագիտություն ձեռք բերել։ Այնպիսի մասնագիտություններ եք ընտրել, որ կամա թե ակամա միշտ էկրանների կողմում եք գտնվում եւ կան կանոններ, որ պետք է պահպանեք դիսցիպլինա եւ տարբեր այլ խիստ կանոններ ենք լսում թե պարուհիների մասին եւ թե դերասանուհիների, արդյոք ինչ ճանապարհ եք անցել դուք։ Ընդհանուր ասեմ, որ շատ դժվար էր համատեղելը, որովհետեւ ես նույնիսկ երրորդ կուրսում էր, թե երկրորդ կուրսում էր խնդիր կար ընտրել կամ պարը կամ դերասանությունը, որովհետև շատ բացակայություններ էր լինում, ես հիշում եմ սենց, այսինքն ես կարողանում էի մասնակցել մենակ դերասանի վարպետության դասին, միջև որը 12-ին 15 պակաս էր Արմեն Էլբակյանի արվեստանոցում եմ սովորել եւ այդտեղից վազելով, այնտեղ այսինքն մնացած հումանիտար դասերին կարելի ասել ինձ զիջում էին իմանալով, որ պարում եմ պետական անսամբլում, բայց իմ մոտ կար այդ անհագ ցանկությունը անդադ սովորելու ու իսկ բարեկամության փորձերից հետո իրականում սենց սպառված հետ է գալիս, այսինքն բոլորը մնացած, չգիտեմ, գրականություն, պատմություն, արվեստի պատմություն, այդ ամբողջ դասերին ես հիմնականում չէի կարողանում մասնակցել, գալիս է արդեն վերջում, չգիտեմ, փորձերն էին կամ վոկալի դասեր, բեմական շար։ Ու հետո սկսեցի հասկանալ, որ ոնց որ այս արվեստի այս կողմը ավելի շատ է սկսում հետաքրքրել։ Արմեն Մեհրաբյանը շատ ջղայնացավ եւ ես որոշեցի մի պահ դուրս գալ բարեկամությունից եւ եւի երրորդ կուրսից մինչեւ չորրորդ կուրս ավելի կենտրոնացա ուսմանս վրա, ավարտեցի, հետո նորից հետ եկա բարելու։ Ոնց որ դժվարությունը ավելի շատ դա էր, հետո այդ ժամանակ նոր էր սկսում զարգանալ գովազդներ, չգիտեմ, փոքր սկեչեր, սերիալներ, ու sense նորություններ այդ աշխարհում ու հիշում եմ ժամանակին Շոմպայնի գովազդ կար, որտեղ Վարշամի հետ էին նկարվել դերասան ու այդ բարեկամության մեր sense բեմական փորձն է օպերայի դահլիճում փորձ ենք անում, բան ինչ որ միտեղ մի բան սխալվեցի, մեկ էլ Մեհրաբյանը շատ կոպիտ ձևով որ ալիքը թեքում եմ դու ես, մի օր Շոմպայնի մեջ ես, մի օր էստեղ ես, այնտեղ ես, ոնց որ դες թեթևակի խանդի զգացողություն կար, որ իրա ոնց որ սարքած կադրերը ուրիշ տեղեր են սկսում երևալ։ Բայց կարևորը հետո ոնց որ ես կարողացա այնպես անել, որ մեկը մյուսին չխանգարի, parեցի միջև երևի առաջի բալիկիս ունենալը։ Այսինքն դեռ ամուսնացել էի, ապարում էի։ Խոսենք երևի հենց հայտնիության մասին, ինչպես նկատեցին ձեր մեջ եղած տաղանդը եւ ինչպես սկսեց հենց հայտնիության ուղին։ Ով ես տաղանդավոր մարդ իրականում իրոք չեմ համարում։ Ես շատ աշխատասեր եմ, բայց տաղանդավոր չեմ, հատկապես որպես դերասանուհի չեմ կարող ասել, որ ես տաղանդավոր բան, ունեի տենց հաճելի արտաքին կար։ Դե մի գրավող մի բան կար, բայց դա տաղանդ չի, ես ավելի շատ տաղանդավոր համարում եմ իմ ամուսնուն, որովհետև իրոք ինքը այդ շնորհքը ունի։ Ես ավելի ոնց որ այդ ասպարեզում ավելի ոնց որ աշխատասիրության, սիրո շնորհիվ ինչ որ որոշակի տեղ ունեմ, բայց տենց ինչ որ մեծ բաներ ասել չեմ համարձակվի։ Իսկ ինչպես սկսվեց այդ հայտնիության, գիտեք, ավելի շատ ես կարծում եմ մեզ սկսեցին ընկալել որպես զույգ։ Ես իրականում երբեք տենց ձգտում չեմ ունեցել, որ պետք է էկրանին ներևամ, ինչ որ հայտնի լինեմ, այլ պարզապես ավելի շատ մտածել եմ զբաղվեմ այն գործով, որը որ ինձ դուր է գալիս։ Բայց սկիզբը ոնց որ սկսվեց գովազդներով, իսկ ավելի ոնց որ սկսեցին առանձին ճանաչել, դա Պրոմեթևսեր են ժամանակ կոչվում, H2-ներ, որ առաջին կատակերգական սերիալը, չգիտեմ կհիշեք նայել եք թե չէ, կոչվում էր Բնակարան համար 2։ Այնտեղ ես հենց սև մազերով եմ ու
ի հակառակ ինձ խաղում է մի կերպար, որը բացարձակ իմ մանոյի հետ կապ չունի, ինքը շատ սենց էմոցիոնալ, կապրիզնի կին է, որ անդադ տղամարդուն փորձում ամեն ձև ղեկավարել, հակառակվել, մի խոսքով ինքը տենց բացասական էր, բայց իմ մոտ այնքան լավ էր ստացվել, որ պատկերացեք գնում էինք դրսում, ասում էին ոնց է Սարգիսը այս կնոջը դիմանում, ասենք մեր հայերի մեջ կա չէ նույնականացում են այն կերպարը, որը որ դու ասենք չգիտեմ ֆիլմում ես կերտում, իրանց թվում է այդ նույն մարդն է, բայց բացարձակ կապ չունի։ Բնակարան համարի 2-ն էր, հետո արդեն որից հետո որոշակի ժամանակատված չէ, եղել է նաև վերվարածները, շատերը ասում են ոնց դու այն բժշկուհին էիր, դե այդ ժամանակ ամենասենց ռեյտինգային բաներից էր, սերիալներից էր, վերվարածներում էլ տենց ոչ երկար ժամանակ, բայց շատ տենց հիշվող դերեր։ Ու հետո տենց, չգիտեմ, հետո ոնց որ չի եղել, հետո ընտանեկան պատմություններ, հետագայում արդեն երեխաներ, բան ավելի շատ ոնց որ սկսեցի բիզնեսով զբաղվել, միշտ մամաս ասում, բան, դու մնացիր բան Սարգիսի հետևում, բայց ես տենց չեմ կարծում, այսինքն խնդիր չեմ էլ ունեցել արժևում լինել, ես մնացի այնտեղ, որտեղ որ իմ տեղն էր։ Նաև դուք առանձնանում եք ձեր յուրահատուկ արտաքինով, իրականում ժամանակ առ ժամանակ հետաքրքիր նաև մազափունջ ունեիք ու տենդենսներին հետևում եք այդ շրջանում, իրականում որքանով էր մրցակցային ոլորտը տվյալ ժամանակահատվածում եւ անհրաժեշտություն լինում էր անընդհատ որոշակի տարբերվելու, որ հնարավորություն լինի ճանապարհը ավելի հեշտ հարթվի։ Բացարձակ երբեք խնդիր չեմ ունեցել ինչ-որ արհեստական մի բան անել, որ աչք գրավեմ, դա իմ մոտ ովքեր ինձ ճանաչում են դեռ փոքր ժամանակվանից, դա ոնց որ ես այդպեսին եմ եղել, միշտ ինչ-որ սիրել եմ տարբեր հագնվել, ոչ թե սիրել եմ տարբեր հագնվել, այլ փորձել եմ ինձ ներկայացնել այնպես, ինչպես որ ես եմ զգում եւ ես եմ ուզում եւ միշտ ոնց որ կողքի կարծիքներից կախված չեմ եղել, դրա համար երբեք ինչ-որ բան չեմ անում, միջև հիմա է, որ նույնը չգիտեմ, ինչ-որ մոդայի հետ կապված անում այնպես, ինչպես որ ինձ դուր է գալիս, այսինքն իհարկե կան ինչ-որ տրենդեր, որոնք որ ժամանակը թելադրում է, միգուցե այդտեղից ինչ-որ բան քեզ դուր է գալիս, դու դա դարձնում ես քոնը, բայց այնպես չի, թե չգիտեմ, տվյալ էս ինչ-որ սաներվածքը կամ չգիտեմ, այս ոճը հիմա մոդայիկ է, ուրեմն դու անպայման դա պետք է անես, ավելի շատ փորձում եմ լինել ինքս ինձ հետ ներդաշնակ։ Երբ որ խոսում ենք աշխատանքային կարիերայի մասին, հիշում ենք, որ սկզբնական շրջանում նաև աշխատանքային համագործակցություն ունեիք Նարբեի եւ Աստղիկի հետ եւ միասին էիք աշխատում, սակայն որոշ ժամանակ հետո դադար տեղի ունեցավ։ Արդյոք ինչով էր պայմանավորված դադարը։ Ինչ-որ անհամաձայնությունով, բնականաբար, որտեղ որ կան ֆինանսներ, այնտեղ շատ կան բարդություններ, ու երբեմն լինում են պահեր, ոչ թե ինչ-որ մեկը մի կողմից մեղավոր է, այլ կարող է ինչ-որ միտեղ իրար սխալ չհասկանաք, այդպես փոքր թեթևակի խնդիր կար, որի համար ես շատ շնորհակալ եմ, որովհետև մենք այսօր շատ լավ ընկերներ ենք, այսօր մեր շրջապատում, չգիտեմ, ասեմ ցավոք սրտի թե ասեմ ուրախությամբ, որ շատ քիչ եւ ֆիլտրված մարդիկ են մնացել, որոնցից մեկը այդ հիանալի զույգն է, Աստղիկն ու Նարբեն, ում հետ մենք բավականին դժվար ճանապարհ ենք անցել, բայց այսօր գիտակցաբար ընտրել ենք իրար որպես ընկեր եւ շատ գեղեցիկ ու կայուն ձևով փորձում ենք ընկերություն, ոչ թե փորձում ենք, այլ անում ենք։ Նաև դա ձեզ հնարավորություն տվեց, որպեսզի դուք առանձնանաք եւ ավելի հաջող կերպով հետագայում ձեր կարիերան ունենաք, քանի որ սկսեցիք դուք եւ Սարգիսը միասին աշխատել, բավականին հայտնի եք ձեր աշխատանքով եւ ինչպես նշեցի, դուք սկիզբ դրեցիք հենց հարսանեկան արարողությունների կազմակերպմանը։ Մի փոքր երևի խոսենք հենց սկզբնական շրջանի գաղափարի մասին։ Գաղափարը ինքնըստինքյան ոնց որ գործողությունների ընթացքում սկսեց ծնվել, երբ որ Սարգիսը վարում էր, ես պարերն էի բեմադրում եւ բնականաբար երբ որ զույգերը գալիս էին, անկախ մեզանից ինչ որ խորհուրդներ էինք տալիս, ծրագրեր էինք մտածում, մտքեր, անակնկալներ, հետո այդ մի անակնկալը, որ մտածում էիր, ոնց որ անկախ քեզանից պետքա գնայիր, որ տեսնեիր ինչ ոնց ու դեռ այդ ժամանակ իրոք ասպարեզում այդ կազմակերպել, կազմակերպիչ նույնիսկ ասվածը չկար, ոնց որ ինքնըստինքյան գործը գործի հետևից, հետո հասկացեց, որ
չգիտեմ, սկզբից պարներ, մենապարեր, հետո պարը դարձավ, չգիտեմ, պարուհիների հետ, հետո ավելացան պարողներ, հետո եղավ մուտք, հետո Կայլա Սարգիսի, ինքը ոնց որ մեկը մյուսի հետևից հենց գլորվելով, այսինքն կոնկրետ ինչ որ նպատակ չկար, մեկ է տեսնում ես դու հայտնվել ես մի կետում, որ արդեն մի հատ ամբողջ օֆիս է, ամբողջ մի թիմ է, ու հիշում եմ մոտապես 19-20 թվականները դա այն ամենապիկներ, երբ որ մենք սենց իրոք սենց մեծ ավտոբուսով մտնում էինք սրահ ու ամբողջ հարսանիքը սկզբից մինչև վերջ սպասարկում էր մեր Գրիգորյանց թիմը։ Նաև դուք աշխատանք եք ունենում հարսիկների հետ, անմիջական աշխատանքը բավականին բարդ է, քանի որ հուզմունքը մեծ է լինում, ընդհանրապես ինչ դերակատարում ունի ձեր աշխատանքը հենց հարսիկների հետ։ Ինձ համար դա շատ հարսի պարը, հարսանիքի իմ ամենապատասխանատու ինձ համար եւ ամենագեղեցիկ պահերից մեկն է, ու միշտ մեր հայուհիներին սենց հորդորում եմ, քաջալերում եմ, որ շատ դեպքերում հիմա ավանդույթները ոնց որ գնում են մի կողմ, ես ասում դա այն ամենագեղեցիկ պահն է, որտեղ որ դուք պետքա ցույց տաք ձեր կանացիությունը, ներդաշնակությունը, ձեր հայուհու կերպարին չեք հրաժարվում այդ գեղեցիկ պահից, չգիտեմ, կոմպլեքսներ, ժամանակի խնդիր, կոմֆորտ զոնայից դուրս գալու վիճակ, ու ես անհնար է երևի 98% ովքեր եկել են իմ մոտ, ես բոլորին համոզել եմ, որ պարեն, ու դա ոչ թե եղել զուտ բիզնեսի նպատակով, այ իրականում, որ ես ուզեցել եմ, որ իրանցից յուրաքանչյուրը այդ պահը վայելի, ու միշտ շնորհակալության խոսքեր եմ ստացել, միշտ ասել են ինչ լավ էր, որ ես ձեզ լսեցի, նույնիսկ այս վերջերս Միացյալ Նահանգներում մի հարսնացու կար, որը շատ կատեգորիկ դեմ էր, բայց իր մայրիկի երազանքն էր։ Մայրիկի խնդրանքով նոր երաժշտություն գրվեց, ամեն ինչ նոր, տարազները, մի խոսքով մոտ 1.5 ամիս հսկայական աշխատանք կատարեցինք, ու պատկերացրեք, հենց երբ որ պետք է հայտարարենք 2 րոպե շորը փոխել է, պարը պարապել ենք, պետք է հայտարենք, որ մտնում է պարելու, ասում չեմ պարելու։ Ես նեղացա իրանից։ Սարգիս ասում է, բայց իրա որոշումն է, ես այնքան էի վիրավորվել, ես ու այդ օրը մենք վարում էինք, ես որ ինքը չպարեց, ես դուրս չեկա, էլ չվարեցի։ Իհարկե դա ոչ պրոֆեսիոնալ էր իմ կողմից, բայց ուղղակի բաներ կա, որ էմոցիաները չես կարում զսպես, որովհետեւ անկախ նրանից, որ մարդիկ քեզ դրա համար գումար են վճարում, բայց դու քո սիրտն ու հոգին ես դնում, հատկապես որ ես գիտեի իր մայրիկը ինչքան էր դրան սպասում, ինքը ընթացքում շատ մեծ ցանկությամբ ու գալիս էր նույնիսկ գիշեր ինձ զանգեց տնից հանեց, ասեց կգաս մի հատ է փորձենք, ես գնացել եմ մի հատ է գիշեր իրան ստանում, մյուս օրը ինքին զանգել լաց էր լինում, որ ինձ ծեծելով պետքա հանեի, ասում ես ծեծելով քեզ ուզում էի հանեի, բայց Սարգիսը եկավ, ասաց ինչ ես համոզում, ասենք չի կարելի։ Քեչ ես իրան ծեծելով կպարածնեի նույնիսկ այդ դեպքում, ոնց որ այդտենց տարբերակ էլ ա եղել ու ամբողջ իմաստային էր պատմության, որ ինքը մյուս օրը զանգեց, ասում է, այդ իմ ամենակյանքի ամենամեծ սխալն էր։ Ու ես չհասկացա իմ հետ ինչ կատարվեց, էլ մարդու ներսի խնդիրներ էլի, չգիտեմ, կոմպլեքսները, որոնք վերջի պահին հաղթեցին։ Դրա համար ոնց որ հարսի բարի ընթացքում շատ ու շատ հոգեբանական նաև խնդիրներ են լուծվում, կապված ինքնագնահատականի հետ, ինքդ քեզ ընդունելու, հասկանալու, քո տեսակի կարողանաս ներկայացնես ինչ որ քո ներսն է, որովհետև չէ որ բարը առաջին հերթին դա էմոցիա է։ Դու շարժումի ձևով փորձում ես ներկայացնել ինչ որ խոսքով դու չէիր կարող ասել ու դա կարա լինի անծայրածիր։ Ես փորձում իրենց հասցնել այդ կետին։ Քանի որ շփվել եք բավականին շատ մարդկանց հետ, ժամանակի ընթացքում ձևավորվում է հենց այդ հասկացողություն ասվածը, որ կարողանում եք դիմացինին հասկանալ։ Նշեցինք, երբ որ զրուցում էինք, որ նոր ոլորտ եք ուսումնասիրում, ինչպես մտահղացումը եղավ։ Ես ասեմ, նայեք, այնտեղ շատ կարևոր բանալի բառեր կա, ոչ թե դիմացին պետք է հասկանաս, միջև հասկանալը պետք է զգաս։ Ես ինքս կողքից շատ դեպքերում տպավորություն ա, որ շատ սառը, չգիտեմ, քիթը ցցած, ես արդեն նույնիսկ դրան շատ հենց հումորով եմ վերաբերվում, երբեք չեմ էլ վիրավորվել, ասում նորմալ է, միգուցե կողքից տպավորությունը դա է, բայց դա պարզապես տպավորություն է, որովհետև իրականում այդպես չէ, դուք եք ասեք։ Ես կարող եմ փաստել, այո։ Որ մենք այսօր առաջին անգամ ենք հանդիպել ու չեմ կարծում, որ
նմանատիպ ինչ-որ որ իմ հետ հանդիպելուց մտածեիք, որ ինքը սենց է, նենց է, բացարձակ չկա տենվա, ես միշտ եղել եմ այնպեսին, ինչպեսին, որ հիմա եմ ու ոչ հայտնիությունը, ոչ միջև այդ ոչ մի բան լինելը, ես միշտ քայլել եմ ուղիղ, վիզս բարձր, քիթս վերև, բայց դա չի նշանակում, որ դա երևի ավելի շատ մասնագիտական եղել, բայց բոլորը որ կողքից նայում են, ելնելով քո ձիգ պահվածքից, իրանց թվում է, որ դու ինչ որ քեզ ավել ես, չգիտեմ, ինչ որ 1-ից 10, բայց չկա նման բան։ Հարցը մոռացա։ Իրականում պայտակ ես կապված նոր, որ նոր մասնագիտություն սկսեցիք ուսումնասիրել։ Ու Միացյալ Նահանգներում ապրելու ժամանակահատվածը ինձ համար բացահայտումների ոնց որ շրջան լիներ, նախ որ դու գտնվում ես մի նոր միջավայրում, որտեղ ամեն ինչ նոր է ու պետքա փորձես ու դրա հետ մեկտեղ ունես բավականին վառ եւ հասուն անցյալ, որտեղ դու եւ մասնագիտական ես կայացել, ամեն ձև ամեն ինչ ունեցել ես ու հայտնվում ես մի անհայտ կետում, որ պետքա ինչ որ մի ձև կարողանաս թողնես ինչ որ ունեցել ես եւ սկսես զրոյական կետից սկսելու համար պետքա բավականին մեծ աշխատանք կատարես ինքդ քո վրա որպես մարդ ու դրա հետ մեկտեղ այնտեղ երեխաներ, ամուսին ու ոնց որ սկսեցի այդ ընթացքում ավելի տենց խորը գրքեր կարդալ, հասկանալ ինչպես է դա արվում, տարբեր տեխնիկաներ, հետո միջև էտել տենց միշտ հոգեվոր դաշտ ինձ շատ է հետաքրքրել, տարբեր տեղերում եմ եղել, տարբեր պրակտիկաներ, մեդիտացիաներ եւ այլն եւ եկավ մի ժամանակահատված, երբ որ իմ մոտ շատ ուժեղ ալերգիաներ սկսեցին ու ես ինքս կարդում եմ ուզում եի հասկանալ, որովհետեւ ես չի որ պետք է ասեմ, որ յուրաքանչյուր խնդիր հիվանդություն չէ, միջև հիվանդություն դառնալը, երբ որ քո մոտ լինում է, դա ինքը ավելի շատ ոնց որ պսիխոսոմատիկա, իսկ ինչ որ մի բան կա, որ դու չես ընդունում, որը ֆիզիկական պլանում ինչ որ մի ձև սկսում է արտահայտվել։ Ու հասկացա, որ ինչ որ մի բան կա, որ ես պետք է անեմ ու չեմ անում, ինչ որ մի բանի հակառակվում եմ իմ մեջ, ինչ որ բան չեմ ընդունել, հարցեր, փնտրտուքներ, պրպտումներ, տարբեր տեսակի մասնագետների դիմել, հասկանալ ու ոնց որ այդ ընթացքը, երբ որ դու սկսում ես ինքդ քեզ ճանաչելուց հետո ամենակարևորը, որ արդյունքներ ես տալիս, զգում ես, որ շատ բան քո կյանքում փոխվեց ու կողքի մարդիկ են սկսում նկատել, բա ինչ արեցիր, ոնց եղավ, սկսում են հարցեր տալ, արդեն ինքնստինքյան դու մտնում ես այդ process-ի մեջ, հասկացա, որ չէ, ինչ որ բան իմ մոտ ոնց որ ստացվում է, նաև կային այդ հստակ բնավորության գծերը, լսելու, շատ համբերատար լինելու, չէ՞ որ ամեն մի մասնագիտություն ունի որոշակի բնավորության գծեր, ասենք անհանգիստ եւ շատ էներգիայով մարդուն դու չես կարող ասես, չգիտեմ, գնա դարձի հոգեբան կամ ասենք հակառակը։ Այդպես հիմա ոնց որ ավելի տենց խոր ուսումնասիրում եմ մի քանի կուրսեր եմ վերցրել, հիմա բանը չնայած նրան ամբողջ սոցցանցերը բոլորը դարձել են հոգեբաններ, սպիկերներ, ոչ մեկին ոչ մի բան չեմ ուզում ասեմ, ես չգիտեմ այդ ճանապարհը ինձ ուր կտանի, հենց որ այդ ամեն ինչը անում եմ սիրով, ինքս իմ հետաքրքրությամբ, բայց կան շատ ու շատ մարդիկ, ովքեր արդեն իսկում հետ աշխատելիս զգում եմ, որ տենց հստակ ինչ-որ մի պրոգրես կա, ինչ-որ բան փոխվում է, բայց չեմ կարող ասել, որ տենց պրոֆեսիոնալ, հələ որ տենց սիրողական մակարդակի վրա փորձում եմ այն մարդկանց, որ ես եմ ճանաչում, ովքեր ունեն դրա կարիք, ինքը գիտեք, այնցա, որ երբ որ դու մտնում ես որ process-ի մեջ, ինքը ինքնստինքյան սկսում է գալ, թե դա ինձ ուր կտանի կամ միգուցե չգիտեմ, մի տարի հետո լրիվ ուղղությունս փոխեմ, չեմ իմանում, բայց այս պահի դրությամբ շատ հետաքրքրված եմ նախ առաջին հերթին մասնագիտական, քանի որ մենք գործ ունենք ամուսնական զույգերի հետ ու հիմա ցավոք սրտի, որի համար ես շատ եմ ցավում, այնքան շատ են բաժանությունները ու երբ որ դու նայում ես, հասկանում ես դա որտեղից է գալիս, որտեղ է խնդիրը եւ ինչպես դա կարելի է լուծել ու ասեմ միգուցե չգիտեմ, ի սկզբանե հենց Աստված երբ որ մեզ ամուսիններով ու մենք բավականին բարդ ճանապարհ ենք անցել ու երբեմն ասում եմ Եվի պետքա կիսվել այդ ճանապարհով, որովհետև շատ դեպքերում մենք տեսնում ենք այդ գեղեցիկ ամսագրի շապիկը։ Մենք էլ ենք դա ցույց տալիս, բայց դա այդպես չէ։ Ու շատ դեպքերով որ մի բան լինում, ասում են, ոնց
դու կսենց բան ասում նորմալ է երեխեք մենք տենց ոչ թե չենք խաղում իդեալական, ուղղակի Instagram-ի ֆորմատը, ինչ որ ծայրահեղական կամ ցույց ես տալիս շատ ամեն ինչ իդեալական, կամ ցույց ես տալիս թե դու ինչքան դժբախտ ես, բայց process-ը թե դու ինչպես դարար այդպես եւ ինչպես հասար այն կետին, որտեղ որ կաս, ու ես հիմա հստակ ու բացեբաց կարող եմ ասել, որ ես որպես կին, որպես մայր եւ որպես մարդ ինձ լիարժեք եմ զգում, դա մեծ աշխատանքի արդյունք է եղել եւ հոգեբանությունն էլ ինձ ավելի օգնում է, որ այդ ամեն ինչը ավելի ճիշտ, հասանելի եւ գրագետ կերպով փորձես կիսվել այն մարդկանց հետ, ովքեր ունեն դրա կարիքը, որ ասեն, բա ոնց եղավ, ոչ թե սկսեմ ինչ-որ տենց կենցաղային ձևերով, այլ ավելի ճիշտ, որ մարդուն ավելի հասկանալի լինի ու հասանելի։ Իրականում նաև կարծում եմ, որ ինչքան էլ որ թեման շատ է շրջանառվում, վերջին շրջանում բավականին բարդ էր, քանի որ հետ վերադարձակ հայրենիք եւ միանգամից նաև կար երկու ճամբար դրական արձագանքներ եւ բացասական արձագանքներ, երբ որ ընթերցում էի մեկնաբանությունները, շատերը նշում են, որ երևի գործը այնտեղ այդքան էլ լավ չէր, դրա համար վերադարձան այստեղ կամ նույնիսկ ինչպես նշում են, դեպորտի վերաբերյալ բավականին շատ մեղադրանքներ, այսպես ասված, կային։ Իրականում եթե խոսենք նաև այն մարդկանց համար, ովքեր տեղյակ չեն եւ չգիտեն որն է պատճառը եղել, ինչպես եկաք այդ որոշման։ Սկսեմ ամենախորքից։ Եթե խնդիրը լիներ ֆինանսը, մենք ի սկզբանե Միացյալ Նահանգներ չէինք գնա, որովհետև բոլորը շատ ակնհայտ տեսնում էին, թե մենք ինչպիսի վառ եւ լավ կյանքով ենք ապրում, որ ունենք ամեն ինչ, ինչի մասին մարդ կարող էր երազել։ Այսինքն դա արդեն բնորոշում է մարդու տեսակը, որ մարդ չի գնացել փառքի եւ գումարի հետևից, այլ գնացել է ինչ-որ մի ուրիշ բանի հետևից, թե ինչի հետևից դա հարցի մյուս կողմն է։ Եվ նույնն էլ հակառակ դեպքում բոլորը նայում էին ու տեսնելով, որ համարյա բոլորի շրջապատում ամեն մի երրորդ ընտանիքը Միացյալ Նահանգներում է, այնքան հեշտ է այդ ամեն ինչ իմանալ, որ այնտեղ էլ նույնպես մենք ֆինանսի խնդիր չենք ունեցել եւ աշխատանքի խնդիր չենք ունեցել եւ ֆինանսի նույնիսկ այնտեղ հասցրել ենք տուն գնել, իսկ դա Ամերիկայում շատ մեծ ձեռքբերում է։ Այսինքն էլի նույնպես խնդիրը ֆինանսի մեջ չէր, խնդիրը ուղղակի քո տեղում չգտնվելու մասին էր։ Բայց դա մի ուրիշ կողմն է։ Իսկ ինչ վերաբերվում է դեպորտին կամ ստիպված ենք վերադարձել, թե դա մեր որոշումը չի եղել, նախ ինձ ահավոր հետաքրքիր է մեկ ասում ես ինչի եմ բացատրում, երբ որ սկսում ես բացատրել, տպավորությունն է, որ սկսում ես արդարանալ, բայց չեմ արդարանում, ուղղակի ասում հասկանալ այդ ինչ որ դուք մտածում եք, ձեր գլխի մեջ է, որովհետեւ որ դիմացի մարդը անկեղծ, նախ չեմ կարող պատկերացնել ինչ կարիք կա ստելու, եթե լիներ դեպորտ։ Այնքան լավ կլներ կասեր դեպորտ եւ բոլորը կհանգստանային ու կսկսեին մեզ խղճալ, որովհետեւ մեր հայազգը սիրում է, էլ վայ, բայց դուք այդքան ամե ու կգնար, այնքան մեզ կսկսեին սիրել, այսինքն եթե ես դա որպես ինֆորմացիա փորձեի, չէ՞ որ մենք կարող ենք ամեն ինչ այնպես սարքել, որ մեր ռեյտինգը բարձրանա եւ այլն եւ այլն։ Բայց այսինքն դրա կարիքը չկա, նույնիսկ ես վերջերս մեկը գրի, ես իրանց դատին եմ եղել, ասում, վաու, մենք կպատմենք, հատ կպատմեք ինչ եղավ, ինչ ասեցին։ Չկա նման բան, ու ինչ որ մեկին համոզելու կամ արդարանալու կարիք չունեմ, դա եղել է մեր հստակ որոշումը, մոտավորապես 1 տարի ամուսինս արդեն որոշել էր, ես չէի ուզում հետ վերադառնայի ու շատ անսպասելի, ոնց որ գնացել ենք, անսպասելի շատ արագ, տենց ասում նույնիսկ ծնողներս չեն իմացել։ Իսկ դեպորտ ասվածը դա այնքան հոգեբանական ու ծանր հարված է մարդու համար, ես չեմ կարծում, որ նմանատիպ բան լիներ, մենք պետքա բոլորից թաքցնեինք կամ չգիտեմ արդարանալով ոնց ուզում է թող մտածի։ Եթե անցում կատարենք հետ վերադարձին, իրականում Յանան բավականին ուրախ էր, բայց սկզբնական շրջանում մյուս դուստրը ձեր այդքան էլ ուրախ չէր, քանի որ այնտեղ իրեն ավելի կոմֆորտ էր զգում, ու երբ որ ես իր հոլովակներն էի ուսումնասիրում, հասկանում եմ, որ ինքը իր բնավորությամբ ավելի կոմֆորտ զգտող աղջիկ է։ Էվայի մասին, Էվայի մասին։ Ինչպես եղավ ընդհանրապես իրենց ադապտացիան հետ վերադարձա հայրենիք։ Ոնց որ Էվան մի փոքր անհամաձայնություններ ուներ եւ չէր պատկերացնում, այստեղ դպրոց, ընկերներ, ինքը մի քիչ ավելի սենց ուշ է ինտեգրվում, բայց պատկերը ստացվեց հակառակը։ Այնպես չի, որ Յանան չի ինտեգրվել, բայց հիմա ես կարծում եմ, ես նայում ասում եմ ամենտեղ արդեն դու ես։
ժամանակ է պետք ամեն ինչի համար, չես կարող դու միանգամից, երբ որ 5 տարի ապրել ես մի ուրիշ իրականության մեջ, այն դեպքում, որ երեխաներին կարծում կրկնակի դժվար էր, որովհետև մենք ինչ որ չափով ավելի շատ հայերի մեջ էինք, անում էինք այն նույն աշխատանքը, որը որ մենք միշտ արել ենք, իսկ իրանք ամերիկյան դպրոց, ուրիշ մթնոլորտ, ուրիշ մտածելակերպ, սկսած ընդհանուր կրթական համակարգից ու գալիս է ստեղ ոնց որ ամեն ինչ գլխի վայր, իրանց կրկնակի անգամ ավելի դժվար պետք է լիներ, բայց Փառք Աստծո, ես կարծում եմ, երբ որ ծնողները տեղում են, ուշադիր են ու խոսում են, փորձում են երեխաներին հասցնել են գիտակցական աստիճանին, որ նորմալ է, որ դուք հիմա կարող եք նեղվել, փոփոխություն է, հասկանում ենք, դժվար է, փորձում ես իրանց այդ ամեն ինչը ոչ թե ասես, չգիտեմ, գորգռալով բանով, ոնց որ կարող եմ ասել լիարժեք այդ ընթացքը հաղթահարել ենք, հիմա Էվան իրան աշխարհի երջանիկն է զգում, այստեղ ինչպես ձուկը ջրում, շատ անսպասելի ոնց որ այդ սերիալի առաջարկն է ստացել, շատ լավ մթնոլորտ է, ինքը շատ լավ կարողանում է իրան ներկայացնի, Յանան ապրում է բարեկամություն պետական անսամբլում, ստուդիայում, ու որը ինձ համար շատ անսպասելի էր եւ շատ ուրախալի ու չգիտեմ, ես շատ շնորհակալ եմ Միացյալ Նահանգներից նրա համար, որ իրականում գտնվելով հեռվում, այո, դու շատ բաներ սկսում ես արժեքավորել, երբեմն պետք է այդ մեծ շրջապտույտը կատարես, որ ճիշտ տեղում հայտնվես ու կարևորը արագ գիտակցես ու չվախենաս գնալու այնտեղ, որտեղից որ եկել ես, որովհետև շատ դեպքերում այդ վախի մթնոլորտը, ինչ որ բան փոխելու, ավելի շատ փոփոխություն է, անորոշություն է, որը որ շատ դժվար է, մարդկանց իրենց երազանքներից հետ է պահում։ Հիմա մեր ընտանիքում լիարժեք սենց ներդաշնակ վիճակ է, Սարգիսը այն ինչ որ ուզում էր, այն ինչ սպասելիքներ ուներ, այդ ամեն ինչը ստացավ, այսինքն ուզում էր բեմ բարձրանար, ներկայացում խաղար իր մասնագիտության մեջ իրեն ոչ թե կարևոր զգալ, այլ պետքական որ օրը զարթնի իմանա որտեղ է գնալու, ինչ է անելու ու ինքն է ոնց որ ղեկին։ Ամերիկայում դժվար է, դու հյուր ես, ինչքան էլ ոնց դու այնտեղ օտար ես։ Նայում ես տենց թվացial թվում է, որ ամեն ինչ ունես, աշխատանք, փող, արդեն բնակարան ես արվում, բայց այդ օդում կախված վիճակը միշտ սրտիդ մեջ կա։ Պետք է կարողանաս ճշմարտության աչքերի մեջ սենց ուղիղ նայես ու հասկանաս այդ օդում կախված վիճակը քեզ ինչ է տալիս, ինչ ես դու դրա համար վճարում, երբ որ ինքդ քո մեջ ամեն մեկի մոտ տարբեր է, ինքդ քո մեջ դրա հստակ պատասխանը ստանում ես, հասկանում ես արժի թե չարժի, մենք մտածինք, որ չարժի։ Նաև մի փոքր խոսենք Էվայի հենց հոլովակների, ընդհանրապես իրենց բնույթի մասին։ Ինքը շատ համարձակ աղջիկ է, որովհետև շատ դժվար է, երբ որ մարդ ունենում է օրինակ մաշկի հետ խնդիրներ կամ տարբեր խնդիրներ, երբ որ ինքը իրեն չի ընդունում, բայց ինքը սկսեց խոսել մարդկանց հետ ու ցույց տալ, որ շատ նորմալ է, եթե կլինի օր դու քեզ ինքը չես հավանի։ Այսինքն ինձ թվում է ինքը մարդկանց գրավեց իր անկեղծ լինելով։ Ինչպես էր ձեր արձագանքը, որ ձեր դուստրը նման կերպով հոգեբանորեն այլ մարդկանց, նաև շատ մեծերին իրենից տարիքով սկսեց օգնել։ Շատ լավ է, որ կողքից այդ արդյունք երևում է։ Ես հիմա մի հատ բացահայտում անեմ, ես ինքս ունեմ խնդիր մաշկի հետ, պիգմենտացիա, որի երկար ժամանակ իմ համար դա սենց ստրես էր, շատ ուժեղ եմ, որ ոնց ես հիմա ինչ հալինելու, ոնց հալինելու, ես դրա հետ պետք ապրեմ ու հենց Էվան ու Յանան էին, որ ասում մամա այդ այնքան սիրուն է, դու դրանով տարբեր ես դառնում, չգիտեմ, նա ես մոդելին, այն մոդելին, ասում եմ, չէ, ես չեմ ուզում, տենց շատ ստրեսային վիճակ էր ու երբ որ իրանք ինձ համոզում էին, հետո ես հասա այդ գիտակցությանը, որ նորմալ է, եթե դա ինձ տրվել է, ու ես ինձ շատ բան տվեց դա, շատ բան տվեց ինքս ինձ տարբեր ընկալելու, որովհետև ես միշտ խնդիր եմ ունեցել, որ ամեն ինչ տարբեր եմ մտածել, որ դա նորմալ չի, ու երբ որ սա էլ տրվեց, որ արդեն սենց ակնհայտ դու չես կարող ամբողջ մարմինը փակես ու պետք է ընդունես ու հասկանաս, որ դու էլ տենց ես, դա քո յուրահատկությունն է, ոչ թե դա քո պրոբլեմն է։ Հետո Էվան ինձ խորհուրդ էր տալիս, հետո ես որ անցա, որ իր մոտ սկսեց, ես սկսեցի իրան։ Ոնց էր ասում, բա դու հիշում ես, բա որ ինձ սենց էր ասում, որովհետև իր մոտ էլ ա եղել այդ ստրեսային վիճակը։ Ու մենք մի օր երկուսով նստեցինք, շատ երկար խոսեցինք, ու ես ասեցի, նայ, եթե ինչ-որ բան քեզ տրվում է այս կյանքում, կարողացի կիսվել։ Կիսվել այնքանով, որ դու սկսես դրա մասին բաց խոսալ, դու այդ համարձակությունը ունես, դու այդ հարթակը ունես, միգուցե կյանքը
քեզ տալիս է այդ հնարավորություն, դու ունես այդ լսարանը ու քեզ հիմա տվել է խնդիր, ու այդ լսարանի հետ դու բացեբաց կարող ես այդ քո խնդիրով կիսվել, որովհետև շատերը այդ համարձակությունը չունեն ու կամ էլ համարձակությունը ունեն, բայց այդ հնարավորությունը չունես։ Դու այդ ամեն ինչ ունես ու բաց քեզ ու կիսվի ու թող մարդիկ իմանան, որ դա նորմալ է, կարևորը քո ներսի զգացողությունն է, որովհետև մենք կարող ենք շատ գեղեցիկ շպարվել, ամեն ինչ, չգիտեմ, գեղեցիկ ներկայացնել, բայց մեր ամբողջ ներսում մի հատ քաոս լինի ու մի հատ դժոխք։ Ու մենք խափում ինքներս մեզ, ես չեմ ուզում տես։ Ու դա իրան սկսեց ահավոր օգնել։ Ինքը երբ որ սկսեց ձեռք ազատվել, չամաչել իր խնդիրից ու ասում դա ժամանակավոր բան է։ Դու քո յուրաքանչյուր բացասական բանը, որ ըստ քեզ քո ուղեղին դա բացասական է, կարող ես դրականով օգտագործել իշահ քեզ։ Ու ընդհանրապես կյանքում միշտ այդ մարդիկ նույն այդ մոդելը հայտնի սևամորթ, որ վիծիլիգոնի, այսինքն ինքը աշխարհին բացեց, ցույց տվեց իր խնդիրը, եւ իր խնդիրը դարավ գեղեցկության էտալոն։ Նաև իր հաջողություններով երևում է թե ինչքան է ուրախանում իր հայրիկը, վերջին շրջանում տարածվել էր հոլովակ, որ հյուրընկալվել էին հաղորդման եւ Սարգիսը հեռախոսով երջանիկ հայացքով նայում էր իր դստերը, ընդհանրապես ծնող, որը բավականին դժվար փուլերով է անցել, ինչպես է իր համար, երբ որ տեսնում է, որ դուստրերը կարողացել են որոշակի հաջողության հասնել նման, կարելի է ասել, տարիքում։ Նայեք, միշտ այդ ընտանիքներում հայտնիների կա այդ խնդիրը, որ շատ դեպքերում նույնիսկ երեխաները հրաժարվում են ծնողների մասնագիտությունից զուտ, որ իրենք լինեն որպես անհատ։ Մեր ընտանիքում երբեք ինչ-որ տենց խնդիր չի եղել, որ իրանք պետք է նույնը շարունակեն կամ ինչ-որ միշտ ունեցել են ազատ ընտրություն։ Հիմա Յանան չկա ասպարեզում, ինքը բլոգից է դուրս եկել եւ չի ուզում երևա եւ դա իր խնդիրն է, շատերը ասում են, բա ինչի, ոնց, ափսոս, ասում հիմա ինքը այդ ժամանակատվածի մեջ է, չի ուզում, ինքը ուզում է իր կյանքը ավելի private լինի, ինքը դուք շատ եք ցույց տալիս շատ, ասում դա մեր ընտրությունն է, դու եթե չես ուզում, դու կարաս այդ հարթակում չլինես ու ինքը չկա եթե նկատել եք։ Իսկ ինչ կապված է, երբ որ դու իրականում մենք շատ բան կարող ենք անել, որ իրանք շատ sense արագ գնան, բայց հավատացեք այն արդյունքը, որ կա, նաև իրենց բլոգը, որ հիմա այդքան հայտնի է, դա ակնհայտ իրենց կատարած աշխատանքն է, իսկ ոչ մի ձև Սարգիսի կամ իմ ճանաչված լինելը իհարկե դա ինչ որ մի կերպ դու չես կարա քեզ զատես այդ ասես չէ դա փաստ է ու դա անհերքելի է երբեմն էլ անմիտ է որ դու ասես օ ես չէ մենք օգտագործում ենք այդ ռեսուրսը բայց դրա այդ մեկտեղ իրանց ուսերեն այնքան պատասխանատվություն ենք նու որ իրանք հասկանան որ իրենք էլ են առանձին անհատներ ու ավելի շատ հիմա մենք որ դուրս են գալիս իրանց որպես անհատ են ընկալում այլ ոչ թե շատ դեպքերում ինձ ասում են Էվայի մաման ու դա ինձ համար շատ ուրախալի է, ոչ թե բան, Մանոյի աղջիկը։ Այսինքն իրանց որպես անհատ են, այսինքն իրանք կարողացել են այդ կերպարը ձևավորել, որ իրանք սիրում են իրենց։ Շատ դեպքերում դուրս են գալիս, նորը մտել եմ խանութ, ասում են ձեր դեմքը ինչքան ծանոթ է, ես ասում դե երևի եկան, հուսա չէ դուք չէ, ոնց որ ձեր աղջիկը։ Հասկացաք, ուրեմն իրանք ինչ-որ մի բան կարողացել են ու կարծում յուրաքանչյուր ծնողի համար ու նույն էլ սերիալը, ոնց որ բոլորը նույն ձև Էվան գնացել է կաստինգի, ես ասեմ Յանան չի անցել այդ կաստինգը, որի համար ինքըավոր ստրես էր տարել, ու Էվան անցել է, այսինքն ոչ մի տենց հատուկ ինչ-որ բան, որ մեր երեխաներն են, չի եղել։ Դա անհերքելի է, անհերքելի չի կարող լինել, քանի որ արդեն դու գնում ես տվյալ կաստինգ անող մարդիկ ձեզ ճանաչում են, բայց մենք միշտ ասում ենք չնայեք, եթե զգում եք, որ արժանի է կարա խնդիր չկա, սիրով մենք էլ ինչով կարող ենք օգնել, բայց եթե չէ, խնդրում եմ ու հիմա ինձ թվում այդ ժամանակները արդեն անցել են։ Մանո, քանի որ ի սկզբանե Յանան ավելի մեծ ակտիվություն էր դրսևորում եւ հետո գնալով ավելի մարեց, արդյոք չի առաջանում իհարկե նրանք հարազատ քույրեր են, բայց երբ որ տեսնում է, որ ժամանակ կար, երբ որ ինքը ավելի մեծ ճանաչում ուներ, ավելի մեծ հաջողությունների էր հասնում, իսկ այսօր քույրիկը տվյալ հարթակներում ավելի մեծ հաջողությունների է կարողանում հասնել։ Արդյոք այդ բախումը երբևիցե չի եղել։ Իհարկե, եղել է ու հիմա կա։ Ու մենք դրա շուրջ աշխատում ենք ու ես այդ ամեն ինչին արդեն ոնց որ մասնագիտական իմ ընտանիքի իմ համար այդ ամենամեծ ու լավ հարթակն է, որ ու միջոցով ես սկսում եմ սովորել թե փոխհարաբերությունները ընտանիքում, թե տարիքային այդ թինեյջերական ժամանակահատվածը
մայր եւ դուստր հարաբերություններ, հայր հարաբերություններ, մի ամբողջ sense գեղեցիկ պատկեր է ու ես Յանային ասում եմ հիմա էլ sense բաց ասում եմ դու չգնահատեցիր ինչ որ ունեիր ու դրա համար հիմա դու դա չունես ու չես էլ պատկերացնում թե ինչ ես ունեցել իսկ Էվան հիմա ամեն օր գալիս է ասում ես այնքան շնորհակալ եմ որ էս ունեմ կան բաներ որոնք անկախ մեզանից ստեղծում են մեր ոնց որ վաղվա օրը ու երբ որ ինքը փոքր էր դա իրան տենց անվեհապահորեն տրվեց այդ հայտնիությունը այդ մարդկանց կողմից սեր այդ տարիքում ինքը ես միշտ ասում էի ու միշտ կողքից հետևում դա շատ վտանգավոր է Երբ որ գնացինք ես բայց հասկանում եմ որ Միացյալ Նահանգների ստրեսը բնականաբար Յանայի վրա ազդեց այդ տարբեր լինելու սինդրոմը իրան սկսեց դուրս չգալու ինքը սկսեց ավելի շատ ոնց ասած չգնահատել մի քիչ կոպիտ ասեցի սկսեց հերքել այն ամեն ինչ որ ինքը ուներ որպեսզի կարողանար ադապտացվել տեղի շրջապատին որն էլ իրեն հեռացրեց այն լավ ու հաճելի նվերից որ ինքը ուներ բայց միգուցե դա իրան հետաքրքիր չի հայտնի լինել այդքան էլ լավ բան չէ այդ ուշադրությունը, այդ միշտ պատրաստական լինելը, ամեն ինչի համար պատասխանատվություն կրելը, կիսվելը հեշտ չի։ Երբեմն պահ է գալի, որ ուղղակի գլուխդ ուզում ես դնես բարձի տակ ու չլինես, բայց դու հասկանում ես այդ միջև այդ քո պահը անցնելը, որ դու մի ամիս չլինես, քեզ կմոռանան։ Բայց չէ որտեղ հետևում բեքգրաունդում այնքան մեծ աշխատանք է, որ դու կարող ես հիմա շատ ավելի արագ է, բայց ասենք մեր սերնդակիցների համար արդեն քանի տարի է մոտ 19-20 տարի է այդ ասպարեզի մեջ ենք ու անընդհատ մենք եղել ենք։ Դա դու պահում ես։ Ու դա ոչ թե պահում ես, որ չգիտեմ մարդկանց սերը, բան այլ արդեն դու էլ ես սովոր այդ կյանքին ու մարդիկ էլ են դու արդեն մարդկանց ընտելացնում ես ինքդ քեզ ու ոնց որ երբ որ այդ քեզ հարազատ բանը քո ձեռքից վերցնեն հաստատ դիսկոմֆորտ քեզ կլինի ես չեմ ուզում որովհետև ես ինքս գնահատում եմ այդ ամեն ինչը ինչ որ ես ունեմ իմ Instagram-ի չգիտեմ պատվիշիկների թիվը այն մարդիկ ովքեր ինձ հետևում են որովհետև իրանք իմ համար արժեք են իրենց սիրո ուշադրության շնորհիվ ես այսօր բարեկեցիկ կյանք եմ վարում ու ես դա շատ գնահատում եմ Նաև ամեն հարցազրույցին ձեզ միշտ տալիս են հարցեր Նարեի վերաբերյալ, իրականում կարծում եմ, որ դա կապված է նրանով, որ բավականին ճիշտ կերպով ընտանիքը հենց դուք եք ամուր պահում, ինչպես եք կարողանում միշտ այդ ջերմությունը, իհարկե հարազատ աղջիկը չէ, բայց կողքից երբ որ դիտում ենք, չենք ասի, որ տարբերություն կա, ինչպես եք կարողանում իրենց ընկերությունը, թե ընտանիքում իր ինտեգրվելը միշտ պահպանել։ Նայեք, տարբերություն չլինել չի կարող չեմ ուզում ես տենց սուպեր ինչ-որ լավ կերպարով ներկայանալ, բայց ինչ-որ մի բան հակառակ անել, չընդունել կամ ինչ-որ պայքարի մեջ մտնել Սարգիսի հետ կամ Նարեի հետ, իմ համար դա անմտություն է, որովհետև ինքը կա, ինքը իմ ամուսնու աղջիկն է առաջին, իմ աղջիկների մեծ քույրիկն է, Եվ որպես մարդ եմ ես իրեն շատ սիրում առաջին հերթին որպես տեսակ եւ իրան ընդունում եմ որպես մեր ընտանիքի մի անդամ։ Ես իր վրա կարամ ջղայնանամ, ես իրանից կարամ նեղանամ, իրան կարող եմ դիտողություն անել, այսինքն դա նորմալ է, այդ բոլոր հակադրությունները կամ ինչ որ ինչպես ես կարողանում կամ ինչպես չես կարողանում գալիս է մարդու գլխից եւ ընկալումից եթե դու կոնկրետ այդ երևույթի հետ փաստի հետ ունես խնդիր ու կռիվ բնականաբար դու սկսում ես շուտ արհեստական բաներ անել հակառակ կամ փորձում ես անել մի բան որը որ քո սրտով չի եւ դա կողքից այդ fake ասված է երևում է բայց երբ որ դու ընդունում ես կա այդ երևույթը կա այդ աղջիկը կա անցյալ եղել է կին եղել է երեխա ես ոչ մի խնդրեմ չունեմ այդ երևույթի հետ Դրա համար խնդրեմ չունեմ ոչ Նարեի հետ, ոչ էլ իր մայրիկի հետ, որովհետև այդ պատմության մեջ ես չկամ։ Ես ունեմ իմ պատմությունը, իմ պատմության մեջ էլ ինքը ունի իր առանձին տեղը։ Իրականում, եթե ամփոփենք, բոլորի համար դուք անում եք եւ արել եք ամեն բան, որպեսզի ձեր ընտանիքը լավ լինի եւ լավ ապագա ունենան ձեր երեխաները, բայց այսօր, երբ որ վերադարձել եք եւ ինչպես բոլորս են կարծում, միշտ այդ անորոշությունը լինում է։ Ինչ ընդհանրապես գործունեություն եք ցանկանում ծավալել, որպեսզի կարողանաք վերականգնել այն ամեն ինչը, ինչ որ թեկուզ Ամերիկա գնալուց առաջ այստեղ ունեիք։
Ինչ որ կապված է բիզնեսի եւ այդ հարսանեկան ոլորտի հետ, անկեղծ ասած մի փոքր ոնց որ հիմա ուշադրությունս ինձ շեղել եմ, այսինքն որ դասեր, հոգեբանություն, իրականում ժամանակի մեջ չեմ կարող տեղավորվել, որովհետեւ 5:30-ից ես արթնանում եմ, on-line դասեր եմ վերցնում, սովորում եմ դրա հետ մեկտեղ, չգիտեմ, տուն, ընտանիք, ինչ որ այլ ուրիշ գործեր ու ոնց որ ժամանակը չի մնում կազմակերպչական, այսինքն կոնկրետ դրա համար պետք է ինչ որ մի հարթակ ստեղծես, որտեղ սկսես գործունեություն ծավալել ու միշտ Սարգիս ասում է ափսոսա, այն որ դու այնքան բան կարաս անես, որովհետև հիմնականում տենց մտքերը վիճակը միշտ իմ կողմից է եղել, բայց հիմա իր մոտ էլ ոնց որ նոր ենք եկել թաթերական ասպարեզում այնքան զբաղված է, դեռ ինքը սենց իր կարոտն առնում։ Ես կարծում եմ անպայման հիմա չէ, բայց երևի որոշակի ժամանակ մի հատ մենք սենց ավելի սենց հանդարտվենք, հանգստանանք, որովհետև հիմա մեր համար ստեղ ամեն ինչ նոր է, շատ հաճելի է, սենց ուզում ես ամենտեղ գնաս, հասցնես, բայց իրականում նույն հոգեբանությունը, որը որ ես հիմա ուսումնասիրում եմ, ունի իր տրամաբանական ավարտը, որովհետև կա միտք հետագայում ստեղծել նորից կազմակերպչական հարսանեկան մի հարթակ, որտեղ որ նորապսակ զույգը կգա եւ որոշակի հիմքային ինֆորմացիա կստանա ընտանիք կառույցի մասին, կնոջ, տղամարդ հարաբերությունների, ընդհանուր պսակադրության, սիրո, ինչ այդ սերը, այդ ընդհանուր ոնց որ բազային գիտելիքը, ոնց որ տեստերի միջոցով բան սենց հետաքրքիր մի հատ կուրս կլինի, որի ընթացքում իրանք հաստատ կունենան այն կարևոր ոնց որ լուծումները, որոնք հետագայում կկարողանան իրենց ընտանեկան խնդիրների ժամանակ օգտագործել ու վստահ եմ, որ ամուսնանալուց հետո էլ ոնց որ իրենք կդառնան մեր լավ ընկերները եւ մենք արդեն ավելի պրոֆեսիոնալ մասնագիտորեն կկարողանանք իրենց կյանքի որոշակի փուլերում, որտեղ կլինեն խնդիրներ, ճիշտ խորհուրդ տալ։ Ես այդ չգիտեմ, ես շատ ծանր եմ տանում, երբ որ ընտանիքները բաժանվում են ու հասկանում ես իրականում խնդիրը այնքան չգիտեմ, այնքան փոքր էր, որ դա շատ արագ կարելի էր լուծել, ուղղակի պետք էր ճիշտ ամեն մեկին դնել իր ճիշտ տեղում։ Մանո, շնորհակալ եմ նման հետաքրքիր զրույցի համար, սպասենք ձեզանից բավականին նոր նախագծեր, որովհետև վստահ եմ, այդ նոր նախագծերի միջոցով մի շարք ընտանիքներ կկառուցվեն եւ կամրանան։ Տեսնենք Աստված առաջ։ Ձեզ եւս շնորհակալ ենք սիրելի հետևորդներ, վստահ ենք, որ ձեզ զրույցը դուր կգա, կհանդիպենք հաջորդ կիրակի։